Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, кетч, кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, այսօր մենք քաղցած հյուրընկալվել ենք ռադիոհաղորդավարուհի Զարա Տոնիկյանին, տեսնենք թե ինչ է այսօր պատրաստելու մեզ համար եւ ինչպիսի զրույց է ծավալվելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Զարա։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Հրավիրեմ ներս։ Սիրով։ Առաջացեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Օրը ինչպես է սկսվել։ Աշխատանքային, անկեղծ ասած։ Արդեն հասցրել եք։ Այո, որովհետև ես սիրում եմ առավոտները էլի աշխատել, գնալ, թարմ հարցազրույցներս անել, գալ հանգիստ շարունակել օրը։ Եզակի մարդկանցից եք, ովքեր զբաղվում են ստեղծագործելով, բայց սիրում են առավոտյան աշխատել։ Գիշերներն էլ եմ սիրում աշխատել, բայց ավելի այդ միայնակ աշխատանքները։ Այո, բայց եթե հարցազրույցներ են, մարդկանց հետ հանդիպումներ են, աշխատում եմ առավոտյան, որ այդ հնարավոր շատ էներգիա սենց փոխանցեմ մարդկանց, ստանամ մարդկանցից։ Տիկին Մերի, դուք ինչով եք զբաղվում։ Ես մանկավարժ եմ, հասցրել եմ գնացել եմ աշխատանքի, թույլտվություն եմ վերցրել, մի քիչ վատառողջ էի, շուտ եմ եկել այսօր։ Տուն էլ մարդ ա գալու։ Մարդ եկավ, ավելի իմ գալը Հարմարվեց այս ամենի հետ։ Մանկավարժ որպես Ես մասնագիտությամբ դասվար եմ, բայց այս պահին թիվ 170 հիմնական դպրոցի սդակն եմ։ Սդակ, ինչ է դա Սդակը նշանակում։ կազմակերպիչն է, մեր կոմունիստների ժամանակվա կազմակերպիչն է, հիմա կոչվում է սդակ։ Ինչ է դա իրենից։ Ուսանողների դասյակչական աջակցությունների կազմակերպիչ։ Ինչ է դա իրենից ենթադրում, որովհետև ես դեռևս չեմ հասցրել շփվել դպրոցի հետ։ Դա դպրոցում փոխտնօրենի հետ միասին կազմակերպում ենք միջոցառումներ, աշակերտական խորհուրդն է իմ տնօրինության տակ, որ երեխաների հետ։ Դպրոցի գեղարվեստական ղեկավարն եք, կարելի է ասել։ Հասկացա։ Զարա, դուք այս պահին հանդես եք գալիս որպես ռադիո հաղորդավարուհի, ճիշտ է։ Ինչպես է գործը ռադիոյում։ Ոյ, շատ լավ։ Նախ ես շատ ուրախ եմ, որ ռադիոյում եմ աշխատում, որովհետև երբ ավարտեցի համալսարանը, բացարձակ չի պատկերացնում, ուր եմ ուզում գնամ, ինչ եմ ուզում անեմ եւ այլն, ու տենց ինչ-որ բախտի բերմամբ, չգիտեմ, հնարավորություններ եղան ու հայտնվեցի ռադիոյում, իհարկե հələ որ հայտնվել էլի չէի պատկերացնում, քաստինգ էր ռադիոյում, ու այդ քաստինգի ընթացքում բացվեցի ու հասկացա, որ սա մեդիայի այն ոլորտն է, որ ինձ շատ հետաքրքիր է ու կարամ ստեղծագործեմ ինչքան երևակայությունս ներում է ու ոնց որ դեռ ասած ռադիոն իմ բոլոր հետաքրքրությունները բավարարում է, փորձում եմ ել ավելի շատ բան գտնել այնտեղ ու շարունակել ստեղծագործել սենց։ Մասնագիտությամբ լրագրող եք, չէ՞, եթե չեմ Լրագրող սխալվում։ եւ հասարակայնության հետ կապերի մասնագետ, մագիստրոս որպես, բայց ոնց որ PR-շիկ չեմ աշխատում հիմա, ավելի շատ լրագրող, ոդքասթեր, հիմնականում դե ոդքասթներս են, բայց նաեւ ֆրիլանս ինչ-որ ամսագրերի համար եմ նյութեր գրում կամ չգիտեմ, ինչ-որ լրագրողական այլ հետազոտություններ, որոնք ռադիոյից օրինակ դուրս են։
Մեկ էլ էլի բաներ եմ անում ռադիոյում, բայց Դրանց մասին դեռ կխոսենք մի փոքր ավելի ուշ, հիմա հարցը Մայրիկին է ուղղված, երբ Զառան ընտրում էր լրագրողի մասնագիտությունը, դուք կողմ եք նրա ընտրությանը, թե ցանկանում եք նրան տեսնել այլ ոլորտում։ Իմ երկու երեխաներն էլ իրենց ցանկությամբ ասել եմ դուք եք ընտրում, դուք եք աշխատելու, դուք եք սովորելու Եվ ճիշտ ասած ինքը լրագրող որոշեց դառնալ 2018 թվականին, միջև այդ որոշել էր որ երգչուհի պիտի դառնա, դերասանուհի, բոլոր հնարավոր տարբերակները քննարկվել են։ Բայց 2018 թվականից որոշեց լրագրող ու ինձ թվում է ստացվում է ու շատ հպարտ եմ հիմա իրանով, որտեվ զգում եմ աճը օր-օրի։ Քանի որ Մայրիկը նշեց երգչուհի եւ ձեր անուն ազգանունն էլ կապվում է շատ հայտնի երգչուհի Զառա Տոնիկյանի հետ, ես վստահ եմ այս հարցը ձեզ 3858 անգամ տվել եմ, բայց ես կրկնակ պատկեքը թիմ։ Դուք որևէ կապ ունեք երգչուհի Զառա Տոնիկյանի հետ։ Այո, Զառա Տոնիկյանը հայրիկից հորաքույրն է, ես իր զարմուհին եմ եւ տենց պատվով եմ գրում այդ անունը, մաման, Հենց իր պատվին էլ ձեզ անվանակոչել են։ Կարաս պատմես ոնց է եղել։ Ուրիշ անուն էին ուզում։ Զառա Տոնիկյանը երեխա չուներ ու երբ որ պիտի Զառան ծնվեր, գիտեինք աղջիկա, մտածում էինք ինչ դնենք անունը։ Ճիշտ ասած, սկեսրոջս անունը Արեքնազա, մտածում էինք դե տատիկա կդնենք, թող չտխրի, ու ինքը առաջարկեց, ասեց եթե ուզում եք իմը դրեք Զառա։ Ճիշտ ասած, այդ ընթացքում ամուսինս որ գնաց դնում էր անունը, այն ժամանակ ասեցին Զառա չէ, Զարուհի։ Հիմա անձնագրով Զարուհի է, բայց ինքը Զառա ներկայանում է։ Ես շատ հպարտությամբ եմ այդ անունը կրում, որովհետեւ մասնա մեր հորաքույրն է շատ ուրախ էր։ Հա, ցավոք էլ մեր հետ չի, բայց փորձում եմ հնարավոր ամեն ձևով շարունակել, բնականաբար քանզի չեմ երգում, չեմ կարող շարունակեմ իր գործը, բայց հնարավորինս ավելի շատ պատմել երաժշտության մասին, իր երաժշտության մասին, որովհետև կարծում եմ, որ այդ ժամանակների երաժշտությունը ինչքան է փակ սահմաններում էր ստեղծվում, բայց ստեղծում էր այնքան լավ է, որ չգիտեմ, տասնամյակներ շարունակ մենք կարող ենք լսել այդ ու ինչքան շատ տարածենք, այդքան ավելի շատ մարդկանց կմոտիվացնենք ավելի լավ երգեր ստեղծելու։ Զառա, դուք նշեցիք նաև, որ որպես ոդքասթեր եք հանդես գալիս։ Դա նոր բառ է, որը հայտնվեց մեր լեզվամտածողության մեջ, որի հետ ես դեռևս չեմ համակերպվում, անկեղծ ասած։ Ինչ տարբերություն կա սովորական հաղորդավարի եւ ոդքասթերի միջեւ եւ ընդհանրապես հաղորդումներն ու ոդքասթերը ինչով են իրարից տարբերվում։ Եկեք մի հատ ռադիո հաղորդումների հետ բերեմ, որովհետեւ քանի որ ռադիոյում է հեռարձակվում, մենք ռադիոյի հետ ենք առաջին հերթին համեմատական տանում։ Podcast-ը հնարավորություն է տալիս, որ դու իրան տաս ավելի մեծ ազատություն, այսինքն ավելի մեծ լսարան, դա կլինի օրինակ տարբեր podcast-ային հարթակներում, Spotify, Apple Podcast, Yandex Podcast եւ այլն, այդ տարբերակով եւս հասանելի դարձնել, որովհետեւ օրինակ եթե խոսում ենք ռադիո հաղորդումների մասին, դրանք գնում են օրինակ ռադիոյով եթեր, այդ պահին գնաց, դու էլ հնարավորություն մի քանի ժամ հետո ես հնարավորություն ունենում օրինակ լսել, վերել լսել, առավել եւս լուրերի պարագայում, գուցե էլ հնարավորություն չունենաս, իսկ podcast-ը հնարավորություն է տալիս, որ դու կարաս գործանելուց այդ լսես, չգիտեմ, ավտո քշելուց դե կարողանում, բայց այնա գործանելուց ինքն հենց մաչելի, པարզ, ավելի մի քիչ առօրյային ավելի մոդ բառապաշարով ներկայացնում է ինչ որ տարբեր երևույթների մասին։ Ու podcast-ի ամենակարևոր առանձնահատկություններից է մեկը այնա, որ հաղորդավարը այս պարագայում ոնց որ գործող եւս մեկ անձ է, պարզապես հարց տվող չի, այլ եւս կարող է իր կարծիքը հայտնել, իր տեսակետը ներկայացնելու այդ առումով podcast-ը մի քիչ ավելի շատ ազատություն տալիս։ Մեր պարագայում մեր երիտասարդական ալիքը իմ ռադիոն է ներկայանում որպես podcast-ային հարթակ եւս եւ մեր ստեղծած պրոդուկտները մենք անվանում ենք նաեւ podcast։ Ցավոք դեռևս միայն աուդիո տարբերակով է, իհարկե մենք շատ ենք սիրում աուդիո տարբերակով ներկայացնել եւ շատ ենք սիրում այն լսարանը, ովքեր գնահատում են միայն աուդիո տարբերակը, որովհետեւ աուդիո տարբերակը հնարավորություն է տալիս միայն ձայնի միջոցով, ձայնային էֆեկտներ կլինեն, չգիտեմ, հյուրի հետաքրքիր զրույց կլինի, բայց միայն ձայնի միջոցով փոխանցել շատ ու շատ էմոցիաներ, քան որ ես հիմա այսպես եմ անում։ Այդ մեկ ռադիոյում կարող ենք այսինչ ինչ-որ ձևով փոխանցենք։ Լավ։ Մենք դեռ այսօր շատ ենք խոսելու իհարկե եթերում լինելու մասին, բայց հիմա անդրադառնանք այս պահին։ Ինչ եք մեզ համար պատրաստելու։ Քանի որ ես այդքան էլ հաճախ չեմ լինում խոհանոցում պատրաստելու եկեն, ինչ որ ես կարողանում եմ համեղ պատրաստել, կարբոնարային կուզում պատրաստել, մաման էլ ինչ որ սալատիկ կա, որը ինքը շատ համեղ է սարքում, նոր տարուց նոր տարի է սարքում, ասեցի էնա լավ առիթը, չէ, Ռուստավելի է կոչվում, ինքը վրացական էր, ես գուշակել էի արդեն։ Ճիշտ ասած, հա մենք Սուլիկո ռեստորան կա, այդտեղ համ տեսել ենք ու շատ ենք հավանել։ Անունը Սուլիկո են ասում, բայց մենք Սուլիկո ենք ասում, բայց իր իսկական անունը Ռուստավելի է։ ասացի լավ առիթ համամ ջան,
այդ պետքա պատրաստենք։ Ինչու հաճախ չեք լինում խոհանոցում, ինչու չի ստացվում այն ձեզ մոտ եւ ովքեր են ասում, որ չի ստացվում։ Դուք եք ասում, թե ընտանիքի անդամները։ Չէ, որ հայտնվում եմ խոհանոցում, ստացվում է, բայց որոշում անի ինչ որ բան ստացվում է։ Բայց հիմնականում ժամանակային առումով, այսինքն հիմնականում եթե ես խոհանոցում եմ լինում, պատրաստվում եմ ինչ որ ես պետք է ուտեմ որպես այդպեսին, որովհետեւ այս նոր տարուց այս կողմ փորձում եմ հնարավորինս բալանսավորված սնվել, ես եմ իմ ուտեստները պատրաստում ու պատրաստում եմ այնքան ինչքան որ պետք է ուտեմ, բայց օրինակ ընտանիքի համար ընթրիք պատրաստել եւ այլն ավելի շատ ժամանակային չեմ հասցնում։ Եկել հավես չեմ անում։ Բայց կարծում եմ ձեր կյանքում գալու է ինչ-որ մի փուլ, երբ դուք պետք է անեք դա, ինչպես օրինակ մայրիկն է ձեզ համար արել փոքրուց սկսած մինչև օրս։ Մամային օժիտ հատանելու։ Մամային օժիտ հատանելու։ Իսկ համաձայն են այն մարդիկ, ովքեր որ պետք է գնաք։ Դե հայտնվեն գուցե կքննարկենք։ Հասկացա։ Գրումներ ունենք կատարելու։ Տատիկին հաստատ կտա։ Այո, տատիկը դեռ չի երևացել երևի կադրում, բայց Չէ, երևացել է, մենք նրա հետ շփվել ենք արդեն։ Տատիկի հետ, տատիկն է ավելի շատ գնահատում իմ խոհարարական կարողությունները եւ ոնց որ օգնում դրանք զարգացնել։ Այո, գնանք գնումներ անելու, պետք է Ես առաջարկում եմ այս պահին դադարեցնենք նկարահանումը, գնանք գնումներ կատարենք, հետո վերադառնանք հասկանանք ինչպես եք դուք համեղ պատրաստում։ Okay։ Գնացինք։ Հիմա մամանակը փոխարեն սարքելու ցույց տանք իբր դու ես պատրաստում։ Թե կարբոնարան կսարքեն։ Հաստատ։ Ես դա սարքել չգիտեմ։ Այն օրը տունն է սարքել, տենց եմ տեսել որ ինչ որ բան։ Բայց էլի սարքել ես թե էքսպերիմենտ ես անելու։ Չէ, սարքել։ Բախտերս բերել է հիվանդանոցը մոտ է ուղակի։ Միակ բանը որ համաձայնում ենք էդ է։ Չէ, ասեմ Վահան ջան, եթե հյուրերը իրենն են, այդ օրը որ սարքել է, իրեն ընկերուհիներն էին հյուր շատ համեղ սարքել է, լոցանած կարտոֆիլ էր սարքել, որ ես ապշում եմ։ Դե մենք հիմա օտար մարդիկ ենք, ինչ ուզեք արագ փորձարկեք։ Գնանք։ Գնացինք։ Արդեն բակի հատվածում ենք, սա ձեր մանկության բակն է, թե ոչ։ Ավելի շատ կարող եմ ասել պատանեկության, որովհետև պատանի տարիքում այստեղ ընկերներ ձեռք բերեցի, երբ շատ էի գալիս տատիկենց տուն, ընկերներ ունեցա, այս շենքերում իհարկե ավելի շատ հարմարություններ մեր բակը ուներ, այստեղ ավելի պատանեկան տարիքում, երբ գնում էինք, զբոսնում էինք, չգիտեմ, տենց աղջիկներով ֆրֆռում էինք, այսպես ասած, այդ տարիներին եմ այս բակում եղել, ու հիմա արդեն մեծամասամբ երեկոներս այս բակում է, էլի։ Ոչ թե բակում, այլ պատշգամբներում։ Հասկացա։ Հաճելի գարնանային եղանակ է, շուրջ բոլորը ամեն բան ծաղկած է։ Եղանակը ձեր տրամադրության վրա ազդում է, թե ոչ։ Ավելի քան ազդում։ Իմ կենսագործունեությունը կարելի է ասել, սենց բավականին կաղում է, երբ եղանակը լավ չի լինում, ռայլ է լինում, հավես չեմ ունենում ոչ մի բան անելու, իսկ երբ արև է լինում, սենց ուզած արդեն էներգիան գալիս է, ուզում ես ստեղծագործես, ուզում ես ինչ-որ լավ բան անես, ու սենց կապված է միանշանակ։ Աշնանային ռոմանտիկ տերյանական եղանակներ չեք սիրում։ Չէ, ջուն մասնավորապես, անձրևը լինի ես տանը լինեմ, խնդիր չկա, բայց ջուն ցուրտ չեմ սիրում, որովհետև արևը ինձ իրոք շատ էներգիա է տալիս ու լցվում եմ ես այն արևով։ Զարա ժամանակն է խանութ գնալու, դուք մեքենա ունեք, թե ոչ։ Ցավոք կամ բարեբախտաբար այս վարակայում չունեմ մեքենա։ Հավանաբար բարեբախտաբար, որովհետև քաղաքի խցանումները վերջին շրջանում մեզ բոլորից դարձրել են հոգեպես անհավասարակշիռ։ Այո, նույնիսկ մեր զանգվածը վարչական շրջանը, որ երբեք չի եղել այդպիսի խիստ խցանումների գոտի, այժմ նույնիսկ մենն է խցանված, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ չունեմ մեքենա, հիմնականում ոտքով, տենց տարբերակներով եմ բանանում, բայց Դե առաջարկում եմ մեր մեքենայով գնանք։ Սիրով։ Խնդրեմ համեցեք։ Merci։ Զարա մեքենա վարելու թեման կիսատ մնաց, ցանկանում եմ շարունակենք, չեք վարում, որովհետև չեք սիրում մեքենա վարել, թե ցանկություն չունեք ուղակի վարելու։ Երևի եւ, բայց ավելի շատ որ չեմ ուզում, որովհետեւ իմ համար ավելի հաճելի է, երբ ես նստած եմ, ինչ որ մեկը վարում է, ես իմ ուզած գործերն եմ անում, չգիտեմ, երգ եմ դնում, տրամադրությունն եմ ապահովում, բայց վարելը հեչ չեմ սիրում։ Փոքր ժամանակ հայրիկս տենց մի քանի ամիս շարունակ փորձում էր սովորեցնել, մեր բակում փորձում էի քշել, բայց հասկացա, որ ինձ բացարձակ այդ process-ը հաճելի չի, եւ դրա համար հիմա այլ ընկերներս գնում են, հետո վարորդականի քննություններ են տալիս, բայց ես բացարձակ նույնիսկ չեմ թեթև այրոց չունեմ, այդ զգացմունքը չկա էլի իմ մոտ, որովհետեւ բացարձակ տենց իմ համար իհարկե շատ են ասում, մաման մասնավորապես, ավտո ունեցի, կոնու ունեցի, բայց ասում եմ ավելի լավ ապերի համար կառնեմ, ինքը թող քշի, ես կողքը կնստեմ։ Ապերը ձեր եղբայրն է վստահաբար, ինչով են ասբավում։ Փոքր եղբայրս է, Գրիգորը, ինքը սպորտսմեն է, Եվրոպայի չեմպիոն, սանդաուշու եւ սամբո
սպորտաձևերով։ Հիմա եւս տենց պատրաստվում է գնա մրցումների, Ֆրանսիայում է մրցումները լինելու, հենց հիմա բժշկի մոտ այցի է վերջին ստուգումները կատարելու։ Տենց սովորում է ֆիզկուլտուր ինստիտուտում, ավելի շատ մոտ լինելու համար իր մասնագիտությանը եւ տենց մեր տանը ուժեղ մարդ ենք պահում։ Հասկացա, քանի երեխա են ձեր տանը։ Ես եւ եղբայրս։ 2 երեխա։ Այո։ Այս երևանյան խցանումները, փոսերը ձեզ չեն նյարդայնացնում։ Նյարդայնացնում են էլ ոնց։ Դեղատոմս ունեք, ինչպես կարելի է դիմակայել։ Ես հիմնականում երբ հասկանում եմ, որ ոչինչ չեմ կարող անել, դնում եմ լավ երաժշտություն, կամ օրինակ podcast, բայց հիմնականում երաժշտություն, որ դրանով գոնե մի փոքր շեղվեմ եւ չլարվեմ, չներվայնանամ, որովհետեւ եթե փոքր-ինչ կենտրոնանում ենք, մասնավորապես հիմա նոր ասում եմ, որ մեր թաղամասում սենց շատ չէր խցանումները, բայց քանզի սենց քանդել են, նոր ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում, ել ավելի է շատացել խցանումները եւ ընդհանրապես երթևեկելը շատ բարդացել է, չգիտեմ։ Հուսով եմ, որ շուտ հնարավորինս շուտ կավարտվի այս ամենը եւ մենք կշարունակենք գոնե Էրեբունի մասիվում հանգիստ երթևեկել։ Զարա, հաղորդման այս հատվածում մենք մեր հյուրերին մշտապես տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Այ որ նայեք ձեր հաղորդումները պատրաստած կլինեի։ Չեք նայում մեր հաղորդումները, Զարա։ Բայց կան հատվածներ, որ 2x-ի տակ եմ նայել, առաջ եմ տվել։ Լավ, 2x-ի տակ։ Զարա, ինչը կփոխեիք մեր հանրապետությունում, որպեսզի մարդկանց կյանքը ավելի լավը դառնար։ Այդտենց որ ասացիք, մի անգամից հիշեցի։ Ժամանակ եք շահում, հասկանում եմ, բայց ներելի է։ Երևի առաջին հերթին աշխատատեղերը շատացնեի, որ մարդիկ աշխատեն հենց այն մասնագիտությունով, որով սովորել են, որով որ երազում են աշխատել, այսինքն կստեղծեն հենց աշխատատեղեր, որովհետև եթե մարդիկ աշխատում են սիրով, իսկ աշխատանքը մեր կյանքի երևի զգալի մասն է կազմում, եթե սիրով են աշխատում, ապա կյանքի այլ ոլորտները եւս սիրով է լցվում ու այդ ջղային ձեդյաների մենք չենք հանդիպում, ովքեր իրենց գործից հոգնած մի հատ էլ նստում են մեքենայի ղեկին եւ վատ բառեր ասելով փորձում են երթվեկել։ Օրինակ բայց էլի բաներ կարելի էր մտածել, բայց եթե այդպես գլոբալ մեծ ենք նայում եւ մի փոքր գաղափարախոսական դա կփոխեի։ Զարա, մենք կարծես թե արդեն հասանք խանութին, որտեղից պետք է գնումներ կատարենք, այնպես որ մեր հաջորդ հանդիպումը կլինի խանութի դիմաց։ Հասանք խանութ։ Խնդրում եմ նշեք այն մթերքը, որը որ պետք է գնենք։ Պետք է, քանի որ նշեցի կարբոնարա ենք պատրաստելու, անկեղծ ասած գրել եմ ինչեր պետք է գնենք, որովհետև իմ հիշողությանը չեմ վստահում։ Պաստա, սլիվկի, բեկոն ու նմանօրինակ բաներ, ավելի լավ առաջանանք տեղում նաև կհիշեմ ինչեր պետք է գնենք։ Դուք նշեցիք, որ խոհանոցում հաճախ չեք լինում, հետևաբար կարծում եմ գնումներ կատարելիս էլ պետք է որ շատ չլինեք։ Չէ, գնումներ կատարում եմ, տանում եմ տուն, որ մաման պատրաստի։ Ինչպես եք կողմնորոշվում, որ մթերքն է լավը, որն է վատը։ Հիմնականում օրինակ կալորիականություն, սպիտակուցների արկայություն, ոնց որ այդ տրամաբանությամբ եմ ավելի շատ բան լինում, առաջնորդվում։ Եվ դից եթե հստակ ինչ-որ պահանջներ կան, այդ պահանջներն եմ փորձում համապատասխան լինել։ Տենց օրինակ հենց այս բանը ես չեմ կողմնորոշում, որտեղ ինձ ինչ-որ թվի պաստա են ասել, որ ես պետքա վերցնեմ, որը ես կարծում եմ սա պետք է։ Ինչ որ թվի, այսինքն բարակ եւ հաստ լինելու մասին է խոսքը։ Լավ։ Պաստան կարծես թե հասկացանք, էլ ինչ է անհրաժեշտ կարբոնարը պատրաստելու համար։ Բեկոն կամ տենց ինչ-որ բանիկ։ Ինչ-որ բանիկ։ Ինչ-որ բանիկ, չգիտեմ, այդ վզամիս միգուցե։ Այո, բարև ձեզ։ Կքանեմ, բեկոն ունեք, թե այս սանից, հա, սանից։ Էլ ինչ է անհրաժեշտ, սերուցք։ Սերուցք և սմետան։ Թթվասեր, շնորհակալ եմ։ Իսկ գիտեք քանի տոկոսանոց սերուցք է պետք, որպեսզի պաստայի հետ համադրվի ոչ թե սուրճերի։ 10 ոնց որ։ Վստահ եք։ Ես ավելի շատ արտաքին տեսքով եմ փորձում հիշել, որովհետև ինչպես նշեցի, սա արդեն մեկ անգամ, սա կաթ է։ Դա կաթ է։ Արտաքին տեսքով սխալ բան արեցի։ 1 րոպե, մի հատ փորձեմ այստեղից։ Զարա, ձեզ տանք հնարավորություն, որպեսզի հանգիստ կողմնորոշվեք, իսկ մենք ձեզ սպասենք արդեն դրամարկղի մոտ։ Շնորհակալություն։ Ամեն բան տևեց շատ արագ։ Վերջին շրջանում մեր բախտը բերում է, անկեղծ ասած, շատ արագ են մեր հյուրերը կողմնորոշվում։
Եվ այսպես Զարա, մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 5410 դրամ եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն։ Չէ, շատ շնորհակալ եմ։ Ես Ինչու՞։ Չգիտեմ, դες որոշել եմ, որ ես պետք է կերակրեմ, եկեք ես իմ գնումները կատարեմ, պատրաստեմ։ Լավ, շատ բարի, շնորհակալ ենք։ Դե, ուրեմն կհանդիպենք ձեր խոհանոցում։ Այո, Շնորհակալություն։ շատ բարի։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Հնչեցրեք։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Ամեն բան շատ ճիշտ է, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Զարա, ես վստահ եմ այն ոլորտը, որը ներկայացնում եք դուք, սուրճի կարիքը մշտապես զգացվում է։ Անդադար, մասնավորապես առավոտյան։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1 քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Փորձենք, շնորհակալ եմ։ Մենք նույնպես շնորհակալ ենք։ Հասանք խոհանոց, մեզ միացավ Ռիմա տատիկը։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք։ Պրոցեսը, որ կարողանամ պատրաստել։ Մենք պատրաստում ենք երկու ուտեստ, առաջինը հիմնական եւ աղցան։ Հիմնական ուտեստը պատրաստում եք դուք կարբոնարա եւ աղցանը պատրաստում է մայրիկը։ Թվարկենք այն բաղադրիչները, որոնք դուք օգտագործելու եք։ Մեզ անհրաժեշտ է Սպագետի, սերուցք, պանիր, բեկոն այո, եւ ջուր։ վերջ։ Աղ եւ Սև պղպեղ։ Այո։ Մայրիկը պատրաստելու է աղցան, որի համար մեզ անհրաժեշտ է հավի եւ տավարի նախապես խաշված մսեր, սալորաչիր, եգիպտացորեն, թթվասեր, բուլղարական պղպեղներ եւ մայոնեզ։ Ճիշտ է։ Այո։ Սկսենք եւ Այո։ գործենք եւ զրուցենք, եթե համաձայն եք։ Սիրով։ Մա փորձենք սա միացնել։ Ես միացնեմ Զարա։ Չէ, սիրելիս, օքեյ։ Մենք հիմա կհասկանանք, թե Զարան որքանով է տիրապետում խոհանոցին, չնայած նա արդեն ասել էր, որ այնքան էլ շատ չի լինում, այնպես որ Զարա լավ են կողմը, որ ավելի հարավ լինի, հա։ կան փոքրիկ դետալներ, որոնց մասին պետք է նախապես մտածել։ Չէ, տատիկը կարևորը կողքից լինի, ինքը կասի։ Ինչ պետք է անեմ։ Զարայի պատրաստածները համեղ են։ Համեղ են։ Եթե պատրաստում է համեղ է։ Եթե պատրաստում է, շատ համեղ է պատրաստում, շատ սիրով է պատրաստում, բայց ցավոք սրտի ժամանակ չունի, միշտ չի լինում խոհանոցում, շատ հազվադեպ է պատահում դա, բայց շատ համեղ է պատրաստում։ Մենք տիկին Մերիից ճշտեցինք վերաբերմունքը Զարայի մասնագիտությանը, ձեր վերաբերմունքը նույնպես մեզ հետաքրքիր է։ Դուք ինչպես վերաբերվեցիք այն փաստին, երբ Զարան որոշեց ընտրել լրագրողի մասնագիտությունը։ Ես ճիշտն ասած շատ ուրախացա, ինքը շատ խելացի էր, դեռ մանկուց, իր մոտ ես միշտ նկատել եմ, այսպես ոնց որ լիդեր կարելի է այդ բառը օգտագործել, չգիտեմ, հա։ Առաջնորդ։ Հա, առաջնորդի, հա, այդ բանը կար իր մեջ ու միշտ գովել եմ իր այդ ընտրությունը, շատ հավանել եմ, շատ ողջավորված եմ, շատ սիրում եմ։
Եվ կարևորը որ տատիկը մասնագիտությունը իր աշխատանքը միշտ ոգեշնչում է, ցանկացած աշխատանք, նոր Ամենալավ սկսելիս։ հետևորդն ազատ։ Շատ հաճելի է։ հյուր եմ եղել իր մոտ ես։ Նույնիսկ Այո։ ինչ թեմայով։ Իմ երկխոսություն ոդքասթի առաջին սեզոնում ձևաչափը այսպեսին էր, որ մարդիկ գալիս էին եւ լսում էին իրենց հետ կապ չունեցող, որ մի քիչ շոկահարվեն, ասես ինչ որ նոր reaction-ներ լինեն։ Եվ տենց տատիկներ էին եկել, իրենց համար առմի էի միացրել։ Տատիկս էր, մամայից դպրոցից ուսուցչուհիներ էին, ընկերուհուս տատիկներ եկել էին եւ տենց իրենց համար ռեփ էինք լսում եւ reaction-ներ ենք էլի նայում։ Զարա, մենք պետք է սպասենք, մինչ ջուրը եռա։ Ջուրը արդեն եռում է, ես ուզում եմ արդեն աղը լցնել, որ կարողանանք Իսկ արդյոք բեկոնը Քաշել։ ջերմային մշակման չենք ենթարկելու։ այդ պետքա դեռ կտրտեմ, նոր։ Հետո առանձին պետք է տապակել Այո, այո։ ձեթով թե ինքն իր յուղով։ Չէ, ձեթով անպայման կարծում եմ։ Եվ ֆելուց հետո։ Այո։ Որքան ենք սպասում, թե միանգամից անցնում ենք հաջորդ գործողությանը։ Չէ, մի 5 րոպե սպասենք սա արդեն ինչ որ process լինի, բայց նաև այս ընթացքում կարող եմ սկսել կտրտել, որ ավելի արագ ստացվի։ Լավ, դե խնդրեմ, պաստան տեղափոխեք։ Ջրի մեջ։ Տեսեք, եկավ ասեց Զարա, պետք է այս լրիվ լցնես, ես ասացի հա, բայց հենց նոր գիտակցեցի, որ դա շատ է։ Հա, ջուրը քիչ է, համեմատաբար մի քիչ ջուր տաքացնել էլ եթե չէ։ Հա, կարանք տնենք։ Զարա, ընդմիջենք նկարահանումը մինչ նոր գործողություն ունենալը։ Շնորհակալություն։ Ջուրը նորից ավելացնենք։ Մի խոսքով, քո բախտը բերեց, որ այսօր տատիկը եկել է ու քեզ օգնելու ավելի քիչ դու ես եկել։ Ահա պիտի նայես։ Ես աչքա Ոնց է չափից նայում աղը։ Ոնց է նայում աղը։ Դատամը ուրիշ ընդեղից փոքր գտալ բեր։ Ահա։ Բեմադրությունը տիկին Ռիմայի։ Իսկ դու հավասար կարողանում ես պղպեղը կտրատել միլիմետրի ճշգրտությամբ։ Չէ՞։ Երբեք։ Հիմնականում տենց ինչ մանր գործեր են։ Խոհանոցում գործը եռում է, ջուրը նույնպես, իսկ մենք ինչ ենք անում։ Տրամադրությունն է եռում։ Այո։ Մենք հիմա կտրատում ենք բեկոնը, Այո։ որպեսզի սկսենք արդեն իրան տապակել, որովհետև պաստան կամած արդեն Մեզ կարծես թե պաստան շոկի անհրաժեշտ խաշված է։ է al dente, թե լրիվ եփված։ Ես սիրում եմ անկեղծ ասած լրիվ եփված, բայց գիտեմ, որ պետք է մի քիչ լինի։ Դրա համար Դրա համար լրիվ կեփենք, հասկացա։ այդ երկը որոշում անել։ Զարա, կասեք ինչ Դուք ինձնից փուլում է։ չեք զզվում, չէ՞։ Ոչ։ Հա, շնորհակալ։ Ձեր քեզ լվացած է։ Զարա, Չեմ սիրում, էլի կասեք այդպես։ ինչ փուլում է այս պահին լրագրողի մասնագիտությունը ձեր կյանքում։ Ես հիմա ինձ ավելի շատ իրականում չեմ ասոցացվում որպես լրագրող, ավելի շատ դիրքավորված եմ որպես ռադիոհաղորդավար, ոդքասթեր, որովհետև կարծում եմ լրագրող կոչվումը կրելու համար շատ ավելի այլ գործունեության շրջանակ պետք է ծավալես։ Դա է պատճառը, ոնց որ ես ընտրել եմ սա, իսկ լրագրողի մասնագիտությունը մասնավորապես այս շրջանում կարծում եմ սենց ավելի մեծ պիկի վրա է, ինչպես մաման ասաց, ես 18 թվականից հետո էի որոշել լրագրություն գնալ ու պատճառը ոնց որ պատահական չէր, որովհետև գիտեի լրագրողի ազդեցությունը, գործունեության ազդեցությունը տարբեր իրավիճակներում ինչպես է երևում ու հիմա ես տեսնում եմ, թե օրինակ տարբեր լրագրողներ, տարբեր իրենց գործողություններով ինչպես են բարձրացնում այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրում են հանրությանը ու կարևոր են հանրության համար, որ իմանան եւ այդ հարցերի պատասխանները նաեւ ստանան։ Ես կարծում եմ այն մարդը, ով ցանկանում է դառնալ երգչուհի կամ դերասանուհի, պետք է ունենա գոնե դույզնիչ վոկալ տվյալներ։ Կա։ Որը չի ցուցադրվում երբեք։ Երբեք։ Միգուցե պրեմիերա մեր եթերում։ Չէ։ Պետք չի YouTube-ը ձեր հաղորդումը փակի, Չի Զարա Հուրքուրի երկից մի տող կատարի։ Չէ, պետքա տեն sensitive content պետք չի լինի ձեր եթերում։ Եկեք ավելավա այստեղ կհնչի Զարա Տոնիկյանի երգերից։ Չի կարող հնչել այստեղ Զարա Տոնիկյանի երգերից ցավոք սրտի, բայց Գնացեք լսեք անպայման։ Ոչ միայն Զարա Տոնիկյան։ Բայց Զարա Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Հետևում եք մեր էջերից որևէ հարցներ լինելու գլուխս կախ դրա համար գործ է անում։ Ասեմ ինչու ոչ։ Ասեք ինչու ոչ։ Քանի որ ես նաև բլոգերական գործունեություն եմ ծավալում, ես սիրում եմ, որ երբ ես ինչ-որ մեկին հետևում եմ, նրանք էլ ինձ են հետադարձել։ Իսկ փորձել եք հետևել եւ ձեզ չեն հետևել։ Դե չէ։
Պատտեսնում եք Զարա։ Ձեր քեզ ափսոս կեղտոտեն, թե չէ, հենց հիմա, հենց լվամ Ոչինչ, մենք սեղանի շուրջ ականատեսը կլինենք, թե ինչպես եք դուք հետևում։ Հավեք լինելու եք։ Անպայման։ Եվ քանի որ դուք խոսեցիք բլոգերության մասին, ես նույնպես ուզում եմ անդրադառնալ այդ թեմային։ Դուք կարծես թե զբաղվում եք բլոգերությամբ, բայց ձեր հետևորդների քանակը դեռ այնքան էլ շատ չէ։ Ինչն է պակասում ըստ ձեզ։ Կարծում եմ նախ այս պահին տրամադրված ժամանակը սա ավելի քիչ, որովհետև ռադիոյում գործունեությունը մի քիչ ավելի շատ է այս պահին, որովհետև մեր ռադիոյի 100-ամյակն է, տարբեր ինչ-որ նախագծերում եմ ներգրաված, եւ բլոգը ասենց մի քիչ հետ է մղվել կոնկրետ վերջին 2 ամիսների ընթացքում, բայց նաեւ հասկանում եմ, որ կոնկրետ իմ բլոգի պարագայում մի քիչ ավելի նիշային է այն իմ լսարանը, որովհետև պետքա օրինակ ինչ-որ պատկերացում ունենա, սիրեն հայկական երաժշտություն, որովհետև sense մենակ երաժշտության մասին է ու մենակ հայկական երաժշտության մասին է, մի քիչ նիշային է ուղղակի լսարանը, դա համար մի քիչ չեմ նեղվում, բայց հուսով եմ, որ երբ շատ ժամանակ տրամադրեմ, շատ մարդիկ կգան, կծանոթանան։ Զարա, դուք կարծես թե հասակ արդեն դևի աշխարհին, որովհետև տատիկը ձեզ հետ չէ, դուք պետք է պայքարեք բզամասի հետ։ Մենք ձեզ թողենք ձեր պայքարների հետ առանձին։ Ես պետք է տայտու անել, մոմո, ես ավիրեցի։ Անդրադառնանք մայրիկի պատրաստած աղցանին, պատրաստվող աղցանին ավելի ճիշտ։ Ինչ ենք անում, ավելացրեցինք սալորաչիրը։ Այո, հիմա սալորաչիրն եմ ավելացնում, պղպեղները կտրատել եմ։ Վերջում կավելացնեմ։ Թույլ կտաք խառնել։ Իհարկե։ Շնորհակալություն։ Տեսնենք ինչ գույներ են ստացվում։ Հետաքրքիր գույներ են իրենք։ Շատ հետաքրքիր գույներ են եւ ավելացնելու ենք այնուհետեւ ձիթապտուղը, ներողություն եգիպտացորենը, համեմունքներ, սև աղացած պղպեղ, աղ եւ թթվասեր մայանեզ։ Մեր տան հիմնական կռիվն է դա, որովհետեւ մայրիկը հիմնականում բոլոր սալատների մեջ, աղցանների մեջ օգտագործում է մայոնեզ։ Սլավադա ապրանքանիշի մայոնեզ, այո, մենք դա հասկացել ենք։ Այո, որը ես չեմ սիրում, սիրում եմ ավելի ձիթապտուղներով, ներողություն, ձեթով։ Միայն ցողել ձեթը եւ այդպեսով սահմանափակվել, բայց մաման սիրում է օրինակ այդպեսի սերուցքներ պատրաստել եւ բանանել։ Ման ձեր գալուց առաջ էլ մենք տենց թեթև վիճում ենք, որ օրինակ չօգտագործենք, բայց քանզի համը այդպես ավելի յուրահատուկ է ստացվում, կօգտագործենք նաեւ այս ցավ։ Ձեզ անհրաժեշտ է թավա եւ որպեսզի այդ թողուբոհից մենք զերծ մնանք, ես կխնդրեմ դադարեցնենք նկարահանումը, բերենք թավան տեղավորենք, հետո անցնենք տապակելու գործընթացին։ Լավ։ Այո, այո։ Շնորհակալություն։ Սա կճոր հալապտերանում ես։ Դա վերջացած կճորկես, ջան։ Բա դու ինչ արեցիր այս ընթացքում։ Ջուրը երացրեցի։ Այս ինչ որ անհասկանալի ձևով կտրտեցի։ Երևի թե հաջորդը պիտի գանք տատիկին հյուր։ Բոլորից ասենք շնորհակալություն, գանք տատիկին նորմալ մի բան պատրաստի, ուտենք գնանք։ Ես կարեի սպաս պատրաստեի, որ ոչ մեկ բան չի պատրաստում, ես ամբողջ ժամանակ երազել եմ, որ մեր համար սպաս պատրաստեն։ Ուրիշ ամենատակինը կամ էլ է, նայ որ Չէ, ամենատակին էլի վերցնի։ Հա, դե վերցնի։ Դե տանջանքների հետ քեզ թողնենք միայնակ Զարա։ Շնորհակալություն հայտնենք տատիկին։ Այո։ Աջակցության համար։ Ձևացնեք թե ես եմ նա արել։ Այո, հենց նոր կամեցիք Զարա։ Սառը ջուրը պահեցի վրան, սպասում եմ հովանա, որ հեսա պատրաստ։ Ինչ ենք անում։ Անցնում ենք տապակելուն։ Տապակելու process-ին ենք անցնում։ Պետք է ձեթը լցնենք, արդեն թավան բավականին տաքացել է։ Այո։ Լցնենք։ Զարա լավ հաղորդավարուհի կամ լավ հաղորդավար լինելու համար ինչ է անհրաժեշտ։ Եկեք առաջին հերթին ասեմ գործը սիրել։ Այսինքն եթե օրինակ ես անում եմ երաժշտական հաղորդում, բայց ես չեմ սիրում երաժշտություն, ես ինչքան էլ լավ հարցեր նախապատրաստեմ, ինչքան էլ լավ, չգիտեմ, նախապատրաստվեմ ընդհանրապես հաղորդմանս, վստահաբար դա արդեն իմ հաղորդման ընթացքում կերևա, որ հա լավ, տենց անում եմ անելու համար, իսկ երբ որ դու սիրով ես անում, ինքս մի քիչ էլ թերի ես պատրաստում, բայց սիրով ես գնում, սիրով ես քո հարցազրույցը անցկացնում, արդեն դա միանշանակ երևում է։ Ձեթը վառվում է արդեն։ Հա դատ։ Այո։ Իհարկե, մի բան այդպեսն ձեր։ Դուք այս հարցին պատասխանեցիք այնպես, ինչպես մեքենայի մեջ էիք պատասխանում։ Հա, մի քիչ թուլացրա կյանքս։ Լավն է ռեակցիան Զարա։ Լավն է։ Դուք այս հարցին պատասխանեցիք այնպես, ինչպես մեքենայի մեջ պատասխանեցիք, որ գործը պետք է սիրով անել, բայց ընդհանրապես նեղ լավ մասնագետ դառնալու համար
Կա ինչ-որ բան, որ պետք է անել, չգիտեմ, Լավ կրթվել։ սովորել, միանշանակ անդադար սովորել, որովհետև եթե դու չունես ուսում, դու չունես պատկերացում, օրինակ ինչ մասնագիտություն ես ընտրել, մասնագիտությանդ վերաբերյալ չունես լիարժեք պատկերացում եւ գործունեությունը իրականացնում ես ուղղակի արդեն օրինակ ակադեմիական գիտելիք ես ստացել եւ դրանով սահմանափակվել ես, բնականաբար կյանքի ինչ որ փուլում, մանավանդ այս տեխնոլոգիաների անդադար զարգացման փուլում վստահաբար ինչ որ պահի կաղալու ես այսպես ասած։ Դուք կրթություն ստացաք որպես հաղորդավար, թե փորձը Նախ ակադեմիական կրթությունից հետո սովորել եմ հետմեդիա գործարանում, որպես լրագրող ավելի շատ գործունեություն ծավալելու համար, այնտեղ ավելի հետազոտական նյութեր էին գրում, իսկ արդեն ռադիո որ եկանք, ասացի, որ քաստինգով ենք եկել, քաստինգից հետո մոտ 2 ամիս արդեն վերապատրաստվում էինք որպես լրագրողներ, հաղորդավարներ, եւ այդ ժամանակ մի հատ շատ հետաքրքիր պատմություն ունեմ, մի անգամ ուզում էի պատմել ու համոռանում եմ, այսի ուզում եմ պատմել, երբ գնացել էի քաստինգին, շնորհակալ եմ։ Երբ գնացել էի քաստինգին, մեր ռադիոյի տարբեր հաղորդավարներ էին նստած, դες բոլորը ամեն մեկը մի հարց տալիս էր ու Սևակը Հակոբյանը, մեր գործընկերներից էր, ասեց, ինչ կապ ունես Զարատոնիկյանի հետ, ասեցի, պատմեցի, ներկայացրեցի, հետո ասեց, բախի չես ուզում երաժշտական հաղորդում անես, ես այդ ժամանակ չէ, հետազոտական, չգիտեմ, հասարակական ինչ-որ հաղորդումներ էի պատկերացնում, ու երբ քաստինգը արդեն ավարտվեց, ես ասեցի, ես երաժշտական հաղորդում եմ ուզում անել ու առ այսօր արդեն 3 տարի է իմ երկխոսություն հաղորդումը գնում է եթեր, ներկայացնում ենք տարբեր ձևաչափերով, տարբեր մոտեցումներով հայկական երաժշտության մասին ենք պատմում։ Գովելի աշխատանքով եք զբաղվում, շնորհակալություն ձեզ, իսկ մենք տեղափոխվում ենք դեպի աղցանի հատված։ Խնդրում եմ տիկինների ասեք, թե ինչ ենք անում։ Հիմա եգիպտացորենն եմ ավելացնում։ Սա խառնենք։ Հետո ավելացնում ենք թթվասերը, ավելացնում ենք մայոնեզը։ Այո։ Իսկ մեզ ձետ անհրաժեշտ չէ Չէ։ այս աղցանի համար։ Ընդհանրապես որ աղցանի մեջ որ մայոնեզ կա, նրա մեջ ձեթ չի լինում։ Շնորհակալություն տեղեկության համար։ Ասեք դար։ Սարա, կարբոնարան ամենակարևոր բաղադրիչ ունի եւ դա հավկիթն է։ Որտեղ է հավկիթը։ Չկա հավկիթ։ Ինչու չկա հավկիթ։ Ես չեմ սիրում, որովհետև որտեղ որ փորձել եմ հավկիթով, այդ ձվի համը ինձ դուր չի եկել, նախ ընդհանրապես շատ տարբեր սնունդներ կան, որ նույնիսկ հոտից ես բավականին վատ եմ ինձ զգում։ Ինը կարծես թե սկսում եմ հեսա վեգան եմ դառնալու, մսի հոտ զգում եմ, օրինակ նոր մոտիկից մի քիչ առա հասկացա, որ սա գոնե մի քիչ տանելի է, բայց օրինակ մսի հոտն էլ սկսել եմ տանել չկարողանալ, նույնը օրինակ հավկիթը։ Սովորական առավել եւս հում հավկիթի հոտը իմ համար ահավոր կհաճա, որտեղ դրա համար փորձում ենք առանց ձվի տարբերակով բավարարվել։ Խնդրում եմ, կասեք ինչ ենք անում։ Արդեն կարծում եմ բավարար եփվել է, ավելացնում ենք սերուցքը։ Ահա, կարծում եմ բավարար է այսքանը, շատ չի։ Հետո ինչ ենք անելու։ Ավելացնում ենք սև պղպեղը, այս սև պղպեղը այստեղ ամենակարևոր բաներից է, որովհետև ամենակարևոր համը ստեղծում է հենց սև պղպեղը, ես սա կեղտոտեցի, 1 րոպե կներեք։ Ահա։ Հազար անգամներ ողջույն։ Կարգ ու կանոնը ամենակարևորն է, չէ՞, եթերում հատկապես։ Լոգիկան լքեց ինձ մի բան։ Ես բան չունեմ ասել, ուղղակի հարցեր եմ տալիս։ Կարգ ու կանոնը ամենակարևորն է, չէ՞, եթերում։ Միանշանակ։ Իրավիճակը վերահսկելը, իմանալ ինչից հետո ինչ պետք է կատարվի, որովհետև եթե չկարողանանք, օրինակ հնարավոր է հյուրը գա ու անդադար խոսի մեկ թեմայից, իսկ մեկ օրինակ ունենանք եթերային ընդամենը կես ժամ ժամանակ եւ խոսենք օրինակ մեկ թեմայից։ Դա կարծում եմ լրագրողի պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, եթե գալիս են պատասխանում են ընդամենը 2 հարցի եւ 30 րոպեն ավարտվում է, ուրեմն այդտեղ ինչ որ խնդիր կա եւ ավելի շատ նաեւ փորձի հետ է կապվում։ Քիչ ուժեղ։ Ինչին ենք սպասում։ Արդեն որ սա եփվի, բոլ-բոլթա, ինչպես ասում են, եւ վրան ավելացնում ենք, ես բան տաքացնելից մի քիչ վերցրել եմ ջրից։ Ժողովուրդ, հուսով եմ համովա լինելու։ Մեծ հույս եմ կապում։ Բայց դա արդեն կասենք ձեզ սեղանի շուրջ։ Անկեղծ կասեք, չէ։ Իհարկե, ինչպես միշտ։ Մնում է այս ամենը խառնել իրար, սպասել մի փոքր ջերմային մշակում անցնի եւ մատուցել։ Այո։ Մի քիչ սպասում ենք, մի քանի րոպեից արդեն պատրաստ կլինի։ Դե ես կարծում եմ ճիշտ կլինի հաջորդ հանդիպումը կազմակերպել սեղանի շուրջ։ Սիրով։ Շնորհակալություն։ Ոնց է ստացվում քո մոտ կարբոնարան, որ միշտ ասում էիր իմ մոտ կարբոնարանա լավ ստացվում, էլի տատիկն է, եկել սենց ամեն ինչը արել, դա ասել ես անուշ լինի։
Այդ որ մաման ասեց էլ լցոնված կարտոֆիլը, այդ մի 3 անգամ հետո իրանց գալուց հետո դրեցիք նորից տակած։ Եղեք սխալ ընտրություն էր։ Պետք է չընդունեի։ Քաղցած։ Հասկացա։ Մենք գնանք սենյակ սպասենք ձեզ։ Սիրով։ Գնացինք։ Դες որտեղ ենք գնում։ Կամած ունենք արդեն։ Բարեկամներ, եկավ այն պահը, ինչի համար որ հավաքվել էինք։ 3 սերունդ էր նստած, 3-ն էլ պատրաստեցին։ Շնորհակալություն Զարա։ Ես վերահսկել եմ իրավիճակը, որ ամեն բան կարգավորված լինի, համակարգված լինի։ Եվ հիմա ժամանակն է համտեսելու, բայց մինչև համտեսելը խնդրում եմ, եկեք անվանակոչենք այն ամենը, ինչը դուք պատրաստել եք, քանի որ սա պատրաստել եք դուք, խնդրում եմ, անվանակոչեք, իսկ սա թող մայրիկը անվանակոչի։ Ինչպիսի անուններով մենք պետք է կոչենք։ Անուններ պետք է տանք, թե։ Այո։ Քանի որ սա դուք եք պատրաստել, ես Մենք առաջարկում ճանապարհին եմ Հասիկոյի անունն ենք։ Ես առաջարկում եմ սա անվանենք Կարբոզարա, ոչ թե Կարբոնարա։ Okay, Կարբո Հասան, ուրեմն կթողենք։ Կարբո Հասան թող մնա մի ուրիշ անգամ։ Սա Կարբո Զարա։ Իսկ գուցե հենց մենք ընտանիքով սա Սուլիկո են կոչում, բայց իր իսկական անունը Ռուստավելի է։ Թողենք մնա Սուլիկո։ Սուլիկո։ Թող մնա Սուլիկո։ Հյուրեր ունեք կարծես թե, այո։ Տղանա երևի։ Հասկացա։ Իհարկե, այո, կարող ենք դուրը բացել եւ քանի շատ մարդ չի եկել, առաջարկում եմ անցնենք համտեսելուն։ Խոստացել եք, որ անկեղծ կարծիք Ինչից պետք է սկսենք։ ասեք։ Կարբոզարայից թե Չէ, բնականաբար Սուլիկոից։ կարծում եմ Կարբոզարայից, որ լավ ուտեք, եթե նույնիսկ վատ ստացվի, հետո մամայի սալատը բրկիրա։ Բալանսավոր ենք հետո։ Դե թույլ տվեք ձեզ հյուրասիրել, պանիրները առանձին են դրված, ինչու որպեսզի ավելացնենք։ Բանի պաստայի համար է։ Պարմեզան չի վստահաբար։ Գնացի ասեցի, ինձ հատվող պանիր տվեք, չգիտեմ ինչ են տվել։ Հասկացա։ Հուսով եմ գոնե ինչ որ հաջող բան ստացվել է։ Ամենահամեղ պատարը տան ամենափոքրին։ Ուի, հեսա գա։ Շնորհակալ եմ։ Թույլ տվեք ձեզ նույնպես հյուրասիրել։ Զարա խոստումնալից է բույրած ձեզ։ Իմ համար հա։ Դե ես եմ պատրաստել իհարկե, հեսա հարևաններն էլ հոտի վրա կգան։ Միշտ այդպես է։ Եթե Զարայի ձեռքը կպել, ուրեմն հաստատ համատեղը պիտի լինի։ Լավ։ Պատրաստում է սիրով։ Եթե որոշումը պատրաստել, ուրեմն պատրաստումա շատ համեղ։ Բոլորը դժգոհում են, որ դուք որոշում չեք կայացնում պատրաստելու ամբողջ հարցը։ Բայց այլ որոշումներ եմ կայացնում կյանքի համար նշանակալի։ Իսկ ամենակարևոր որոշումը դեռ չեք կայացրել, հասկացանք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես Զարա մենք փորձում ենք Կարբոզարան։ Խնդրում եմ դուք էլ փորձեք, եթե բան չլի ես Ես երջում։ կարծում եմ նրանք ինչ որ բան գիտեն, որ չեն փորձում։ Պանիրիկ չեք ուզում անել վրան։ Ոչ, ուզում ենք իր բնական համը վայելել։ Երբ տատիկը ասում էր, որ անհրաժեշտ է աղ ավելացնել, նա չէր Ես սխալվում։ մոռացել եմ սեղանին աղը։ Ոչ, չեք մոռացել։ Այն այստեղ է։ Որովհետև մայրիկն ու տատիկը այստեղ են։ Շնորհակալություն։ Իրականում համեղ է, եթե աղը ավելացնում ենք, ամեն բան լինում է համեղ։ Շնորհակալություն, մեծ բարի ախորժակ։ Շնորհակալ եմ շատ։ Մենք էլ Մենք էլ ենք շնորհակալ։ Իսկ ձեզ Զարա մաղթում եմ մասնագիտական եւ խոհարարական վերելքներ։ Շնորհակալություն։ Ամոթ հկենացներ եկա։ Ինչի՞։ Գետինը մտա։ Չես ուզում, բայց օրինակ խոհարարական վերելք ապրել։ Մասնագիտական դուրս է խոհարարականը, քանի մաման ու տատին կան։ Եվ պատվերները։ Դեռ չէ։ Միկվա սերունդը սիրում է պատվիրել ամեն ինչ պատրաստի բերեն։ Հեյ, Միկվա սերունդը հարսոտել է պատվիրու։ Այս իմ ամենասիրելի պահն է։ Սկսեց։ Ես իմ ամենասիրելի պահերից է։ Լավ, մեծ բարի ախորժակ, Սուլիկոյի մասին արդեն կխոսեմ դրան մոտ տպավորություններով կկիսվեմ։ Զարա, խնդրում եմ անպայման մայրիկին փոխանցել մեր շնորհակալությունները Սուլիկո աղցանի համար, իսկ ձեր շնորհակալություն հետաքրքիր օրվա զրույցի, համեղ ուտեստների եւ մասնագիտական ներբությունների բացահայտման համար, որովհետեւ ես նույնպես ինձ համար շատ կարեւոր ինֆորմացիաներ ունեցա։ Ձեզ եմ շատ շնորհակալ։ Հուսով եմ էլի կհանդիպենք։ Էլի կգաք մեր տուն, համով բաներ կպատրաստեմ։ Վստահաբար, լավ մնացեք, հաջողություն։ Ստեսյուն։ Չեմ պատրաստել համով բաներ, որովհետև չեմ կարողանում պատրաստել։ Լավ խափեցի, կարծում եմ, բայց բավարար են, ինչ որ կա։ Մերոնք լավ էր, չէ՞ ստացվել, լավ էր, չէ՞։ Հա, երևի արդեն կարող ենք ամուսնացնել։ Կարող ես պատրաստել, կամուսնացնել։ Շատ համեղ է Զարա ջան, Ոնց թե չեմ պատրաստի համով բաներ։ Ոնց թե չեմ պատրաստի։ Դե, էսի հո հաշիվ չէր։ Հաշիվ էր։ Մաման էլ ամուսնացնում է արդեն, բայց հարցերը ոնց ենք Դե լուծելու։ պետք է սկզբից համով պատրաստեմ, նոր ամուսնացնեն։ Այդ հաշվարկները ես գլուխ չեմ հանում, եկեք գնացեք, լավ, գնացեք, որ Գնանք, դες էլ վերցնենք գնանք։
Չէ, թող մնա ես կշփվեմ Բարի, ընթացքում։ գնացինք։ Կարծիքս Թե որքան կարտահայտ։ հյուրընկալել Զարան, դուք ինքներդ համոզվեցիք։ Շնորհակալություն։ Բայց էլի եմ ասում։ Շնորհակալություն Զարա։ Դե լավ, մեկ զրո գանք հետ։ Եկեք, դա։ Եկանք։ Եկեք։ Բայց եկեք։ Բա իհարկե գանք։ Ջան, ինչ է իր ասում։ Անմահական կարբոնարան թողնենք։ Մնացինք մեր մեզանով։ Օ, չէ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Torabika cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Torabika cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.